Բարև ձեզ, սիրելիներ, այսօր ինձ հետ է դոկտոր Հայկ Մարտիրոսյանը, առանց երկայն ինտրոդակշներով, բարոն Հայկ, ձեր վիդեոն դուք մեծ լսարան ունիք, մոտ 40,000 վերջին անգամ որ ստուգեցի ձեր լսարանները նշանակե որ Հայաստանի մեջ բավական ձեր խոսքը դեղ ունի, ձեր վիդեոն բավական լսեցի եւ մեկ բանը որ շատ հատկանշական էր, ասիկ որ Վարչապետ Փաշինյանը բանում որ ես նույնը գսեմ աշխարհի ամեն ուժեղ manipulation ունողն է, ամեն ջարմիկն է եւ ամեն խորամանկը որևէ միտք լողոզելու եւ այսօր մենք գտեսնենք շատ լուրջ իրավիճակը, որ ըստ երևույթին ինչպես որ դուք դառները կսկսացնեք շատերը ցեզի գիշեն հորեդեսը շատերը հիմար բաներ գասեին սակայն դուք իրավաշտորեն հերում դեսած եք դժբախտաբար վստահ եմ որ դուք գսեք դժբախտաբար լուրերը այսօր գշրջին Իմ ասացությունս ուրիշ երբ պիտի ընթանացել ետ, բայց այսօր այս զանկային urgent վիճակի մեջ շտապ ըստ երևույթին լուրեր կշրջվի, որ նաև մենք դիկրանաշենը պիտի հանձնենք եւ մենք շատ լուրջ խնդիրի մեջ ենք։ Ինչ կուզեք ասել։ Ես կասկած չունեմ, որ Տիգրանաշենը հանձնվելու է եւ կասկած չունեմ, որ ոչ ոք դրան չի խոչընդոտելու։ Հանձնվում է Հայաստանը։ Միշտ ասել եմ, հանգրվաններով է հանձնվում։ Մի հանգրվանին հասան, հետո մի փուլ նախապատրաստում են հաջորդ հանգրվանին, հետո գալիս է մյուս հանգրվանը, այդտեղ են հասնում։ Փուլ են նախապատրաստում, հաջորդ հանգրվանին են նախապատրաստում ինչ-որ մի փուլում, գալիս հասնում են դրան, մինչև երկիրը կավարտվի։ Հիմա այդ գործընթացը ընթանում է մեծ հաջողությամբ եւ ամենայուղոտ կտորները ապամոնտաժման հայ ժողովրդի չէ, իմ կարծիքով հայ ժողովուրդ չկա, հայ ազգի, որը նույնպես չկա, բայց պայմանականորեն վերացական պատկերացումներում դեռ կարելի ասել, որ կա։ Հայ ազգի եւ հայկական ինքնության եւ հայկական հողի ամենայուղոտ կտորների ապամոնտաժումը եւ հանձնումը տեղի ունենալու այս ընտրություններից հետո, այն բանից հետո, երբ հայ ժողովուրդը հսկայական ձայներով իրոք կընտրի Նիկոլ Փաշինյանին։ Դրանից հետո եկեղեցու հարցը արդեն կվերջանա, կփակեն, կլուծեն այդ հարցը, Տիգրանաշենը կհանձնեն, վերին ոսկեպարը կհանձնեն, էլի տարածքներ կհանձնեն, դրանց հետ միասին անցուղիներ կհանձնեն դեպի այդ կեղծ անկլավներ, որտեղ անկլավներ չեն եղել։ Գիտեք, արդեն առանձնակի խոսելու եւ մտածելու թեմա էլ չկա, process է, որը գնում է, ամեն անգամ մարդիկ մի քիչ ոգևորվում են, ասում են վայ, սա եղավ, նա եղավ, վայ, սա է պատրաստվում, իրականում ոչ ոք ոչինչ չի փոխում, ոչ ոք ոչինչ չի փոխելու, ժողովուրդն էլ սատարում է այդ օրակարգը։ Հայ ժողովուրդը որոշել է չլինել։ Ավելի շուտ չի որոշել չլինել, հատուկ չի նստել ասել ես չպիտի լինեմ։ Ինքը որոշել է, որ իրեն հայրենիք պետք չի, որ իրեն պետություն պետք չի, որ դա գլխացավանք է։ Ինքը որոշել է չլինի այն ընտրյալ 100 պլյուս մի քանի պետությունների ազգերի կազմում, շարքում, որոնք ունեն պետություն։ Իրեն պետք չի։ Հիմա գիտեք ինչ կա, Թուրքիայում մոտարապես ասում են 25 միլիոն հայ կա եւ հայ հետնորդ կա, ովքեր դավանափոխ եղած եւ թրքություն ընդունած հայեր են։ Հիմա սրանց համար ինչ, իրենք մտածում են, որ իրենք այդպես կապրեն, ինչ խնդրեմ կա։ Այսինքն պետությունը այս ժողովրդի համար չէր հավանաբար, եթե պատմական վերլուծության ենթարկենք։ Ազգային պետությունը առավել եւս։ Պետությունը դա ծանր աշխատանք է պետություն ունենալը։ Եթե դու ինչ որ Խաղաղ օվկիանոսյան կղզի չես, որը ընդ որում կլիմայական փոփոխությունների արդյունքում չի անցնում ջրի տակ, այդ կղզի եթե չես, այդ կղզիներում չէ, այդտեղ աշխատանք չկա, թեթև բան է, բայց մնացած պարագաներում դա շատ ծանր աշխատանք է։ Եվ եթե այդ աշխատանքը անելու զահլա չես ունեցել երբեք միշտ էկողին ուզեցել ես 10 հողը գլուխդ ազատես եւ հետը պայմանավորվես քեզ թողնի ապրես ինքը կառավարի ամեն ինչ, դու էլ ինչպես սովետի ժամանակ էին անում, սովետի ժամանակ ինչ էին անում, պետությունը սեփականը չէին համարում եւ սեփականը չէր, տանում էին ամեն ինչ, թալանում էին։ Այնքան թալանեցին, որ անգամ Սպիտակի, Գյումրվա եւ Վանաձորի այն ժամանակ Լենինականի եւ Կիրովականի ամբողջ ցեմենտն ու նյութերն էլ տարան, գողացան, կերան, վերջում այդ ամեն ինչը փլվեց իրենց ընտանիքների գլխին եւ տասնյակ հազարավոր մարդիկ մահացան։ Այդ մասին չեն խոսում, որտեվ երբեք
սեփական արածը եւ սեփական որակները վերլուծելու եւ պատասխանատվության ենթարկելու ինքն իրեն եւ սխալներն ուղղելու բան ուղակի չկա։ Այստեղ դա ուղակի մի ատելի մի բացառված բան է։ Օրինակ Իսրայելում ամեն պատերազմից եւ կոնֆլիկտից հետո հասարակությունը ամբողջությամբ մտնում է քննարկման մեջ, այդ թվում եւ պետական հանձնաժողովներ են ստեղծում, մասնավորապես Կնեսեթում, ազգային ժողովում իրենց խորհրդարանում եւ սկսում են վերլուծել թե ինչը սխալ արեցին, որ եղավ այն, ինչ եղավ, որ մեծ հաջողություն չունեցան կամ որ որևէ տեղ մեծ կորուստներ ունեցան, թեև Իսրայելը տարածքային կորուստներ չի ունեցել, որտեղ իրենք տարածքային կորուստ տվող ազգ չեն՝ ի տարբերություն ոմանց, բայց վերլուծում են մեկ զոհված զինվորի հանգամանքնել են մահվան վերլուծում եւ փորձում են գտնել սեփական սխալները, ոչ թե մեղադրում են այդ զինվորին սպանողին։ Այստեղ չէ 1500 տարի այդ բանը ուղակի գոյություն չունի։ Ես չգիտեմ 1500 տարի առաջ ինչպես եղել, բայց 1500 տարի բոլորը մեղավոր են բացի դահանողներից։ Բոլորը մեղավոր են։ Ես իմ կյանքում դեռ չեմ հանդիպել մի հայրենակցի, որը որևէ սխալի համար, իր անգամ անձնական սխալի համար որևէ պատասխանատվություն ստանձնած լինի։ Լինի դա անձնական հարաբերություններում որևէ ընկերուհի, լինի դա որևէ ընկեր, լինի դա որևէ մեկը, ու ես միշտ նայվել եմ որպես տարօրինակ մեկը, որը իր սխալները ընդունել է։ Հասկանում եք, եւ հետո այդ սխալները բռնում քո գլխին են տալիս, երեսով են տալիս քեզ, որտեվ իրենք անսխալական են։ Սա մենթալիտետ է, որը շատ մեծ մասշտաբով մեծ ազդեցություններ է ունենում։ Եվ այն, որ սա էս ամբողջ տարածաշրջանում միակ ժողովուրդն է, որը հսկայական պետություն ունենալուց նախ կորցրել է պետությունը մի քանի անգամ, մեկ անգամ չէ, մի քանի անգամ, հետո բախտը նրան պետություն է մատուցել, հետո նա նորից կորցրել է եւ կորցրել է իր հսկայական պետության տարածքների շուրջ 90%-ը եւ հետո եկել հասել է այն հանգրվանին, որ ասում է, որ դասքի մերն էլ չի եղել, պատմական է եղել, բանման էս բաները, դա այս ժողովուրդն է, ուրիշ ժողովուրդ աշխարհում չկա այդպիսի, չեմպիոն է այս ժողովուրդը այդ առումով, ես ծափահարում եմ այս ժողովրդին, ինքը հավանաբար ճիշտ է անում, ես չեմ ուզում ոչ մի բացասական բան ասել, ես սկսել եմ մտածել, որ սա շատ արդար, ճիշտ process է, սկսել եմ մտածել, որ բնությունը, պատմությունը եւ ընդհանրապես համաշխարհային մարդկության քաղաքակրթությունը տեղ է ազատում այնպիսի ուժերի համար, որոնք կենսունակ են, որոնք գնահատում են ինչ ունեն։ Մեծ հաշվով սա է, այսպես շատ մի քիչ խորը ինչ որ փիլիսոփայական տեսք ունեցող տեքստ ստացվեց, բայց չէ, իրականում պարզ է ինչ։ Դոկտոր Արժեք այդ դիրը մեջ կիդա վարշե Փաշինյանը անգամ եւս մի դիգրտեմ ծերգիվիտ որ 100% համացան եմ master of manipulation բարովլա խաղալ ճիշտ է արդյոք անոր դիրը մեջ կինա վերջին հայտարարությունները որ մենք մի երբեք բերություն չենք ունեցած ուրիշներ օդարներ ապրել են այս հողի վրա եւ այլն եւ արդյոք ինքը իր manipulation-ով գալով է մեզի բամ եւ հաղարակես է մեզի դեր մը գսե որ ես հողերը պիտի հասնեմ եւ միշտ ուրիշ բամ մը գսե որ չի այդպեսի բամ չի գա սակայն մեկ կոմեն ասած է Mega եւ նույնը ասած է, որովհետեւ եթե ընդրվի, շիգնասել որ տուն այս մեկը չսիրը քեզի ասած է որ ասած եղած է արդեն։ Ասած է հագարակն ասած է, բայց այդ մեկն է ասած։ Տեսեք Պետրոս, այո, ճիշտ եք։ Վերցրեք հանճարեղ մանիպուլյացիաների արքա, թակավոր, անգերազանցելի համաշխարհային չեմպիոն հայտնի անձին Հայաստանից։ Վերցրեք, տարեք դրեք Մեծ Բրիտանիայում երկրի կառավարման որևէ օղակում, չեմ ասում վարչապետ, չեմ ասում թակավոր, թեև թակավորը չի կառավարում, բայց իշխանության բարձրագույն կետն է։ Վերցրեք տարեք Ֆրանսիա, դարձրեք վարչապետ, դարձրեք նախարար, չեմ ասում նախագահ, նախարար, վերցրեք տարեք Իսպանիա, տարեք Բելգիա, դարձրեք նախարար, եւ թող այդ հանճարեղ մանիպուլյացիաները, որ անում է Հայաստանում, դրա 1%-ը կամ մի մանիպուլյացիան անի այնտեղ։ Գիտեք ինչ կլինի իր հետ։ 3 վայրկյանում կկորցնի պաշտոնը եւ ենթադրում եմ նաեւ ազատությունը նույնպես իրավական մեթոդներով։ Իրավական օրինական մեխանիզմներով կզրկեն ազատություն այդ պետություններում։ Եթե այդպիսի մեկը այդպիսի բաներ ասի։ Բայց Հայաստանում դրա համար ծափահարում են։ Ինքը ինչ ասի, իրեն ծափահարում են։ Եվ
Այն նայողները, որոնք ասելու են, այս ինչ է խոսում, մենք չենք ծափարում, դուք ձեզ մի հաշվեք մեկ, դուք նայեք բացարձակ մեծամասնությունը ժողովրդի ինչ է անում, ծափահարում է։ Եվ երկրորդ հերթին, եթե այդպիսի բաները կարող են մարսվել, այդ հիմա բազմաթիվ հոլովակներ են, չէ, Instagram-ում, Facebook-ում, ենթադրում եմ TikTok-ում նույնպես, որտեղ կողքի դրված են իր մի քանի տարի առաջ ասվածները եւ հիմա ասվածները, ինքը դրանց էլ է ատմասկա գտել ու ասում է այն ժամանակ սխալ էի մտածում, հիմա ճիշտ է մտածում։ Բայց գիտեք ինչ, կայո մարդը կարող է իր հայացքները փոխել։ Մարդը կարող է էվոլյուցիա ունենալ, մարդը կարող է փոփոխությունների ենթարկվել, առաջ գնալ։ Բայց մարդը չի կարող կատեգորիկ մի ծայրահեղությունից գնալ կատեգորիկ մյուս ծայրահեղություն, եթե ինքը իրականում այդ մյուս ծայրահեղության մեջ չի եղել եւ կատեգորիկ դեր չի խաղացել նախկինում։ Այդպիսի բան չի լինում։ Հասկանում եք, չի կարող այդպիսի կատաստրոֆիկ աղետալի տարբերությամբ բևեռներից բևեռափոխություն լինել։ Եվ ինչի արդյունքում է եղել, ինքը չունի բացատրություն, ինչի պատերազմի արդյունքում, որ հայերը չէին պատրաստվել պատերազմի ընդհանրապես, որ հայերը թքած ունեին ամեն ինչի վրա, այսինքն սեփական սխալները վերլուծելու արդյունքում պարզվել է, որ ոչ թե հայերը սխալ էին նրա համար, որ հայրենիք չպահեցին, այլ ստացվում է ըստ այս իշխանության, որ հայերը սխալ էին նրա համար, որ հայրենիքը պահում էին, որ պիտի հարձակվեին իրենց վրա տային, իրենք փոխանակ պատրաստվելու պիտի շուտ տային։ Ու հայ ժողովուրդը կիսում է այս տեսակետ, որ չկիսեր այսօր Փաշինյանը վարչապետ չէր լինի։ Եվ չէր գնա ընտրությունների։ Եվ ընտրություններին էլ մենք մի 20 օր ենք հեռու կամ 2 շաբաթ ենք հեռու ընտրություններից։ Դոկտոր Հայկ, անմասին խոսել եմ մանրամասնով եմ։ Այո։ Ընտրություններու մասին խոսենք։ Սակայն ինչ որ ես կդեվիմ, ինչ որ մեդիային գնացեմ, ես այսպես տպավորված եմ, ես մի քիչ տարբեր կմոնենամ։ Ես կնկատեմ, որ ժողովրդին 75 առայր ընդառաջ այս վարչապետին չի հանդուրժը։ Եվ եթե նայենք հավաքական ինտիմիտիվ կուրտուկատի ինտիմություն չէ սեվեր, սակայն եթե նայենք 3 այլ բլոկերը, այսինքն Ուժեղ Հայաստան, Հայաստան Դաշինք, Առաջարկ Հայաստան եւ Գարձեմ Արմեն Թաթոյանն ամրանալ 40 100 են իշխանությունը չունի մեծամասնություն։ Այդ 3 ուժերը կամ 4 ուժերը եթե ընդությունը այսպես ընտանա, իրենք մեծամասնություն հավաքական ընդդիմությունը դասնելու գետավեդի է քան թե օրվա իշխանություն։ Ինչ կսե դոկտոր Հայգը։ Պետք է ես չեմ հավատում այդ statistics-ին, այդ տվյալներին, այդ հարցումներին, ես չեմ հավատում։ Որտեվ ես իմ աչքերով, ես Հայաստանում եմ հիմա այս պահին, ես իմ աչքերով տեսնում եմ ինչպիսի սատարում ունի Փաշինյանը։ Փաշինյանի անձը ինչի է սատարում։ Հայր անձը պաշտողներ էլ կան։ Հիսուսից ավելի պաշտողներ կան։ Հիսուսին Հայաստանում ընդհանրապես չեն պաշտում։ Փաշինյանին պաշտում են։ Բայց դա անձի համար չի, դա իր ներկայացրած գաղափարների, ապա գաղափարականության համար է։ Դա իր առաջարկի համար է, հայրենիքից ազատվելու, ընդունելու այլ պետությունների լուծը։ Իմ պատկերացմամբ դա է իր առաջարկը եւ իմ պատկերացմամբ այդ առաջարկի համար է, որ ինքը ունի սատարում։ Մարդիկ սա չեն ընդունում եւ չեն ընդունելու մինչեւ վերջին հայը դուրս չգա Երևանից։ Դրանից հետո էլ չեն ընդունելու։ Ասելու են չէ, այդպես չէր, մեզ խափեցին ռուսները, խափեցին, սա խափեց, նա խափեց, որովհետեւ իրենք պատասխանատու են լինելու այդ իրավիճակի համար, բայց էլի չընդունելու համար չեն ընդունելու արմատը։ Երբեք այս ազգը երբեք ոչ մի բան չի ընդունում։ Իր պատասխանատվությունը ոչ մի բանում չի տեսնում ու չի տեսնելու։ Երբեք չի տեսել։ Դրա համար ենք մենք կեղծ պատմությամբ կերակրվել։ Պատմությունը մեր կեղծ չի, բայց կերակրել են այդ ճիշտ ճշմարիտ պատմության մեջ կեղծ պատմությամբ։ Եվ այդ կեղծ պատմության դրվագը այն է, որ միայն հերոսականություն է եղել, որ մենք մեղք չենք ունեցել, որ սա, որ նա եւ այլ, որ անհատներ մեղավոր, Վասակցյունիներ մեղավոր, հա, մեղավոր էր, բայց միայն Վասակցյունիներ մեղավոր, բայց հետևում չկար ուժ, չկար ժողովրդական սատարում։ Սատարապատում ոչ ոք չէր ուզում գնար կռվի։ Անգամ հրաման էր գնում մի շտաբս-կապիտանի հասարակ Գուրգեն Տեր Մովսեսյանցին կամ Մովսեսովին, որ հրետանային զորքերի, հրետանային գնդի հրամանատար էր, որ իր հրանոթները թաղի եւ հանձնի Հայաստանի մի մասը։ Մարդ ասես չէ, ես հանցավոր հրամանի չեմ ենթարկվում, գնաց կռվեց եւ
իր շնորհիվ իմ կարծիքով Սարդարապետի ճակատամարտը ընդհանրապես ընդհանրացված առումով ճակատամարտը հաղթանակ արձանագրեց։ Բայց նկատի ունեցեք, որ չէին ուզում գնային կռվեին։ Առաջին Արցախյանին էլ համարյա մարդ չի գնացել կռվելու։ Սփյուռքից մի 10 հոգի մարդ է ընդամենը գնացել, հասկանում եք։ Իսկ Հայաստանի այս մասից քանի հոգի է գնացել կռվելու, հələ բնակչության հետ մի հատ համեմատեք։ Ես հիշում եմ երիտասարդների, գողականների, հեղինակությունների բաների, որոնք ոտք չեն դրել անգամ Արցախ, Երևանում ֆրֆռում էին զենքերով։ Գնացել են առանձնակի նվիրյալները։ Իսկ հիմա, եթե գան Երևան, զենքով չեն գալու։ Գրավողները այլևս զենքով չեն գալու, առանց զենք հանձնվում է երկիրը, ինչի՞ պիտի զենքով գան։ Որ հիմար չեն, իրենց երազանքներ ընդհանրապես առանց դիմադրության վերցնեն երկիրը, վերցնում են։ Տրվում է իրենց այդ երկիր։ Բայց եթե մի պահ պատկերացնենք, որ զենքով գային, հիմա ընդհանրապես ոչ մի դիմադրություն չէր լինելու։ Ես հանդիպել եմ մարդկանց, որ ասում են, մինչև վերջին շունչը կկրակեմ ավտոմատից։ Հա։ Մի 3 հոգի փողոցում կարող է, դա էլ կասկածում են, որ իրենք էլ կկրակեն։ Իրենք կնայեն, որ կրակող ընդհանրապես չկա, կգնա, բայց այդպես չի լինելու։ Եթե հայ զինվորը հրաման է ստանում հանձնել քարվաճառը եւ քարվաճառը հանձնվում է, հրաման իբր գնացել են կյանք տալու, կյանք են տվել շատ-շատերը։ Եվ որ հրաման է գալիս հանձնելու Արցախի 75%-ը, 25-ը կորցրել են, ասենք, մարտերի արդյունքում կամ չմարտերի արդյունքում։ Հարձակման արդյունքում։ Այն 75-ը ստորագրեց մեկը, մարտամեկը, իրենց հրաման եկավ, իրենք հանձնեցին եկան։ Ինչ դիմադրության մասն է խոսք, ով է դիմադրող։ Միգուցե լավը դա է, ես չգիտեմ։ Այսինքն այդ մանիպուլյացիաները, բաները իրենք ունեն հասցեատեր, իրենք ունեն սպառող։ Դրանք պահանջված բաներ են։ Ես ասում եմ, Ֆրանսիայում 3 վայրկյան չէր ձգի այդ պաշտոնյան։ 3 վայրկյան։ Մեծ Բրիտանիայում 3 վայրկյան չէր ձգի։ Ես այդ երկրների քաղաքական կյանքը շատ լավ գիտեմ եւ խորքից գիտեմ։ Հայաստանում այդ մարդը վերընտրվելու է։ Եվ ասեմ ձեզ, արդար է վերընտրվելու։ Իրեն գնալու են ձայն են տալու։ Այս ընդդիմությունը այսքան իսկ այդ ընդդիմությունը ինչ գաղափար է առաջարկում։ Երկու գաղափար առաջարկող ուժ կա այսօր դաշտում, ես դա ասել եմ։ Մեկը ազգային ժողովրդարական բևեռն է, որը առաջարկում է շատ լավ գաղափար, իրենք իհարկե իրենց վերջին հաղորդումներում անթույլատրելի ինչ որ սխալներ, կիքսեր, բաներ են թույլ տալիս եւ այլն, բայց դա կարեւոր չի։ Գաղափար են առաջարկում, ես կողմնակից չեմ, որ ես ընդհանրապես գտնում եմ իրենք իրավունք չունեին այս ընտրություններին մասնակցելու, որովհետեւ իրենք ձայները փոշիացնելու են եւ այդ փոշիացման մասին էլ կխոսենք։ Այս իրավիճակում իրենք իրավունք չունեին, ինչպիսի օրակարգ եւ գաղափարախոսություն էլ որ ունենային։ Եվ երկրորդ գաղափարախոսական ուժը, որ մասնակցում է այս ընտրություններին, դա Նիկոլ Փաշինյանի ուժն է։ Հստակ գաղափարախոսություն ունի։ Դա հայրենահանձնման գաղափարախոսությունն է։ Դա ապազգայնացման գաղափարախոսությունն է։ Բայց դա գաղափարախոսությունն է։ Դա ապա գաղափարականության գաղափարախոսությունն է։ Գաղափարախոսությունն է այն մասին, որ չի կարելի ունենալ գաղափար եւ գաղափարախոսություն։ Այ դրա մասին գաղափարախոսություն է։ Եվ դա ամենամեծ ձայներն է տանելու, որը ասում ենք ընդդիմություն մյուս։ Այդ ով է մյուս ընդդիմությունը։ Սամվել Կարապետյանի ուժի գաղափարախոսությունը գյուղմթերք մթերելն է, խաղող մթերելն է, 300,000 աշխատատեղն է, գործարան կառուցելն է։ Եվ իրենց որ հարցնես, իրենք կասեն, որ դա է գաղափարախոսությունը։ Առաջարկ Հայաստանինի գաղափարախոսությունը բարգավաճել, ծլել, ծաղկել, բուրելու գաղափարախոսությունն է։ Դա գաղափարախոսություն չի։ Դա բարի ժպիտներն են հայտնի մեծահարուստների, դա ինչ որ խոսակցություններ են, ինչ գաղափարախոսություն է դա։ Ռոբերտ Քոչարյանի գաղափարախոսությունը չգիտեմ որն է գաղափարախոսությունը։ Որն է գաղափարախոսությունը, որ իբր ասկայնական հեղափոխականից դաշնակցությունը իր գողքին է, ինչ կսեք օրինակի համար։ Որտեւ ես տեսա ինչ միացնում ես բավական լուրջ ներկայությամբ եկան, այսինքն եւ ամենին փորձառուն է ասեն դիմության մեջ ամեն դաշնակցությունը իր գողքին է, բայց դաշնակցությունը ինչ։ Նախ դաշնակցությունը այսօր Սփյուռքում է մի քիչ մնացել։ Դաշնակցությունը Սփյուռքում էլ սկի չկա, այլ նոր սերունդը երիտասարդների հայ, ինչպես ամենտեղ ամեն ինչի վրա ներառյալ դաշնակցության վրա թքած ունի։
Դա մեկ իհարկե Սփյուռքում փողոտ դաշնակներ կան, դաշնակցականներ կան, մեծ փողեր ունեցող։ Նրանց ուսերին է մնում դաշնակցությունը, դրանք էլ կմեռնեն կգնան, իրենց երեխաները թքած ունեն ամեն ինչի վրա, ներառյալ իրենց հայրերի բաների։ Հետո դաշնակցությունը շատ հակասական կերպով է իրեն դրսևորել այս վերջին, այսինքն այսպես կոչված անկախության շրջանում։ Բայց դրա մասին հետո ես չեմ ուզում հիմա դաշնակցության վրա ֆիքսվել։ Ռոբերտ Քոչյանի գաղափարախոսությունը դաշնակցության գաղափարախոսությունը չի, իսկ ո՞րն է դաշնակցության գաղափարախոսությունը։ Դաշնակցությունն էլ չունի գաղափարախոսություն այլևս։ Ո՞րն է դա։ Այս իրավիճակում ո՞րն է գաղափարախոսությունը, ինչ են առաջարկում։ Եվ ասեմ ձեզ, որևէ ուժ Արցախի հարցում որևէ բան չի առաջարկում։ Փակ է այդ թեման բոլորի համար։ Ուժերի 99%-ը պատրաստ է ստորագրել այսպես կոչված խաղաղության պայմանագիրը եւ այլն եւ այլն։ Այսինքն չկա գաղափարախոսություն։ Մարդիկ ինչքան էլ ինչ եւ ով լինեն, միևնույն է, անգամ ենթագիտակցաբար գնում են գաղափարախոսության հետևից։ Եվ անգաղափարները գնում են անգաղափարախոսության հետևից։ Բայց դա էլ է գաղափարախոսություն, ինչպես ասեցի։ Հետևաբար մնում է դաշտում մի գաղափարախոսական ուժ։ Հիմա ես մի բանի եմ ուզում անդրադառնալ իհարկե, ինչ շատ են հարցնում, եւ ես առանձին տեսանյութով իմ YouTube-յան ալիքում Հայկ Ա. Մարտիրոսյան կանդրադառնամ դրան, թող մարդիկ բաժանորդագրվեն իմ ջայլոց, առավել լայն տեսանյութով այս առաջիկա 1-2 օրերին, բայց ասեմ, ինչ պետք է անել այս ընտրություններին։ Հաջորդը պիտի ինքը իրեն չթողներ այս ընտրությունը, ընդհանրապես պիտի առանց ընտրությունների ժողովրդավարական ճանապարհով հասներ նրան, որ ներկայիս իշխանությունը հեռանար իշխանությունից։ Թողներ իշխանությունը գնար թոշակի։ Այսպես ասենք։ Պիտի հայ ժողովրդի բարոյական ճնշման տակ արվեր։ Հսկայական ցույցերով, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, չգիտեմ ինքը դրա տակ ինչ է հասկանում, բայց իր հասկացածով, հեղափոխությամբ, իր բառերով ասած եւ այլն եւ այլն։ Հիմա եթե եկել հասել են այս օրին, պետք է դեդուկտիվ մեթոդով նայենք, այսինքն հանելու թե տակը ինչ կմնա այդ մեթոդով։ Արդյոք քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին։ Ես կարծում եմ, որ ինձ մինչև վերջ լսող եւ ինձ չզզվող զանգվածը չի քվեարկելու Նիկոլ Փաշինյանի օգտին, այդպես ասեմ։ Եվ իմ համոզմունքն է, որ չի կարելի նրա օգտին քվեարկել։ Արդյոք նույնը Ռոբերտ Քոչյանի պարագան չէ։ Այո, նույնը Ռոբերտ Քոչյանի ուժի պարագան է։ Քվեարկել ոչ, որտեղ այդ մարդիկ գնացել են խորհրդարան, աշխատել են Նիկոլ Փաշինյանի ընդդիմություն։ Աշխատել են ընդդիմություն։ Ոչինչ չեն արել, բացի դրանից իրենք նախկին են։ Իրենք արել են Հայաստանի հետ այն ամեն ինչը, ինչը շղթայական ռեակցիայով ծնել է Նիկոլ Փաշինյանին։ Եվ անգամ ոչ շղթայական, որտեղ այն ժամանակ արդեն Նիկոլ Փաշինյանը կար։ Համաձայն։ Մանր ուժերից որևէ մեկին չի կարելի ձայն տալ իմ կարծիքով։ Ինչու, որովհետև այդ ուժերը փոշիանալու են։ Ինչ է փոշիացումը։ Փոշիացումը շատ պարզ բացատրեմ, դա փոշիացում վերացական փոշի է օդի մեջ, այդպես չի։ Ենթադրենք ԿԴԴ ուժը, չկա այդպիսի ուժ, բայց ենթադրենք այդպիսի մի կուսակցություն ԿԴԴ ստանում է 1000 ձայն։ Ինքը չի անցնում խորհրդարան միանշանակ։ Ինքը չի անցնելու խորհրդարան, բայց ինքը ստացավ 1000 ձայն։ Այդ 1000 ձայնը չի մնում իրեն, քանի որ ինքը չանցավ խորհրդարան։ Եթե անցներ կմնար իրեն։ Եթե ինքը չի անցնում խորհրդարան, 1000 ձայնը բաշխվում է անցած ուժերի միջև։ Ընդ որում առավելագույն գերակշիռ մեծամասնությունը իր ստացած ձայների գնում է ամենաշատ արդեն իսկ ձայներ ստացած եւ խորհրդարան անցած ուժին։ Տվյալ պարագայում դա լինելու է Նիկոլ Փաշինյանի ԿՊ-ն, գնալու է ԿՊ-ին։ Այսինքն ԿԴԴ կուսակցության 1000 ձայնից, ես շատ պատկերավոր եմ ասում թվային տոկոսների մեջ, պատկերավոր 800 ձայնը գնալու է Նիկոլ Փաշինյանի ԿԴԴ-ին, որի շնորհիվ Նիկոլ Փաշինյանի падգամավորների քանակը ազգային ժողովում ենթադրենք պայմանականորեն օդի մեջ թիվ ասեմ 3-ով ավելանալու է։ Մնացած 200 ձայնը գնալու է մյուս երկու անցածներին, որոնցից 50-ը գնալու է երրորդ պակաս փոքր, ամենաշատ փոքր ուժին եւ ասենք 150-ը գնալու է մեջտեղի երկրորդ տեղը գրաված ուժին մեկ падգամավորով, բայց Նիկոլ Փաշինյանի ուժը ստանալու է շատ ավելի падգամավորներ։ Հետևաբար քվեարկելով
Ենթադրենք կոմսոմոլի խոսք ունեցող երիտասարդ փոխկապավոր անձանց օգտին փոշիացվելու են ձայները։ Քվեարկելով Վազգեն Սարգսյանի այսպես կոչված ընտանիքի անդամի ուժի օգտին, եթե նա չանցավ խորհրդարան, ես վստահ եմ, որ նա միանալու է Նիկոլ Փաշինյանին։ Եթե նա չանցավ խորհրդարան, նրա ձայները էլի բաշխվելու են Նիկոլ Փաշինյանին։ Քվեարկելով որևէ ուժի օգտին, որը փաստացիորեն ենթադրաբար չունի շանս անցնելու խորհրդարան, այդ ձայները գնալու են Նիկոլ Փաշինյանին։ Եվ Նիկոլ Փաշինյանը շատ ձեռք է տալիս, որ դաշտում լինի մի 40 մանր ուժ, բոլորը իրեն ընդդիմադիր հանդիսացող, որպեսզի մարդիկ գնան քվեարկեն այդ ուժերի օգտին, չսիրելով նրան, Քոչարյանին, Կարապետյանին, Ծառուկյանին, չսիրելով, քվեարկեն այդ փոքր ուժերին եւ նրանց ձայները գնան իրեն։ Նիկոլ Փաշինյանը դա շատ ձեռք է տալիս, որ ինքը իր հակառակորդների կամ հակառակորդ ներկայացողների ուժերը ստանա։ Դա է փոշիացում։ Հուսով եմ պարզ բացատրեցի։ Այո, հասկանալի։ Հիմա դաշտում ինչ ուժ մնաց, Ուժեղ որ նախկին Նիկոլ Փաշինյան չի, կեղտոտված չի։ Այո, իմ կարծիքով թույլ է։ Գաղափարախոսությունը բացակա է, 0 է։ Տասնյակ կիքսեր կան խոսքում, անընդունելի մտքեր կան, մեծ խակություն կա, խակություն, կանաչություն, մեծ։ Դա Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստան կուսակցությունն է կամ ուժն է։ Բայց այդ ուժը նախկին չի, այդ ուժը ռեալ հակակշիռ է, այդ ուժը ռեալ անցնելու է խորհրդարան։ Եվ ես իրոք չեմ կարծում, որ այդ ուժը ռուսական հատուկ ծառայությունների ուժ է, նախ դրան էլ անդրադառնամ։ Ճիշտն ասած, եթե այլ խելքին մոտ բացատրություններ, ապացույցներ բերեին ճակերտների մեջ, որ իրենք կապված են ռուսական հատուկ ծառայություններին, բա ես կսկսեի մտածել եւ կասկածել։ Իսկ գիտեք ինչ կա, երբ բերում են հրապարակային փաստաթուղթ, բաց փաստաթուղթ, որտեղ աշխատավայրի դիմաց գրված է ICFSB, այսինքն տեղեկատվական կենտրոն FSB-ի, դա ուղղակի ծիծաղելի է։ Եվ մասնագետները գիտեն, քննարկում են, ասում են, որ դա ընդամենը նշում է կենտրոնի կողմից այդ FSB-ի վարչական նշում է, կապ չունի աշխատավայրի։ Ծիծաղելի է, չէ՞, որ կարող է Սամվել Կարապետյանը աշխատի, ասենք, ինֆորմացիոն կենտրոնում FSB եւ աշխատի, գնա փողկապը կապի, գնա աշխատանքի, թեկուզ 20 տարի առաջ փողկապը կապել, դիպլոմատով գնացել է FSB աշխատանքի, ասենք դա խելքին մոտ է համարում։ Առաջին հերթին իրեն չէին վերցնի աշխատանքի։ Ես վստահ չեմ, որ 20-30 տարի առաջ ինքը ռուսերեն լավ էր կարդում կամ հասկանում։ Ես վստահ չեմ, որ հիմա ակադեմիական գիտելիքներ ունի ռուսերենից կամ անգամ հայերենից։ Ես վստահ չեմ, որ ինքը հասկանում եք այդ մարդուն չէին վերցնի։ Հիմա բոլոր միլիարդատերերը Ռուսաստանում այս կամ այն կապերը ունեցել են կամ ունեն իշխանության հետ։ Ենթադրաբար կամ դրանք ֆինանսական կապեր են եղել, իրենք սնել են, որ դրանց որպեսզի կարողանան բիզնեսը պահել։ Տարբեր պատմություններ կան։ Իսկ գիտեք ինչ կա։ Մտածել, որ մարդը Կրեմլի մարդն է, ասենք շատ ծիծաղելի կլիներ իր պարագայում։ Մարդը էնել ինֆորմացիոն կենտրոնի, տեղեկատվական կենտրոնի, աշխատակից, ստաժով, այո, աշխատավարձ է ստացել, պատուհանից FSB-ի, գնացել նստել է համակարգչի առաջ, տվյալներ է լրացրել անձնագրերի։ Ընդհակառակ այդ կենտրոնն է իր անձնագրում այդ նշումը արել։ Սա մեկ, երկրորդ հերթին։ Եվ սա իշխանությունը թմբկահարում է։ Եվ այդ տվյալները բաց են, հա։ Ուզում եմ մի բան ասել, Նավալնին, երբ իրեն սպանելու ուղարկված մարդասպաների ռուսական հատուկ ծառայությունների աշխատակից մարդասպաններին բացահայտում էր, ինքը որևէ թուղթ չգտավ, լինելով Նավալնի, որը ահռելի ռեսուրսների էր տիրապետում, բացահայտումներ կատարելու առումով, տեղեկատվական բազաների եւ այլն հետաքնչական գործիքների, գործընկերների արևմուտքում, եւ չգտնվեց մի թուղթ, որտեղ գրած էր, որ իրեն սպանել փորձողների աշխատավայրը ինֆորմացիոն կենտրոնն է կամ FSB-ի հավաքարարների վարչությունը։ Չկար այդպիսի բան։ Ինքը այդ ապացույցները գտավ բոլորովին այլ տարբերակները։ Բաց փաստաթուղթ շատ ծիծաղելի է։ Նույնը արեցին Նարեկ Կարապետյանի հետ։
Ես իհարկե ապշած եմ, որ Նարեկ Կարապետյանը չի վեր կենում երկրորդ, երրորդ անգամ հերքում, նստած սպասում են, երևի սպասում են իրենց Ռուսաստանը երբ է թուղթ տալու, որ ինքը քաղաքացի չի։ Իսկ Ռուսաստանը կարող է թուղթը երբեք չտալ, հատուկ, որովհետեւ իրենք փչանան։ Բայց անգամ այդ տեղեկատվությունը համ ինքը հերքեց, համ խելքին մոտ չի, որ ինքը Ռուսաստանի քաղաքացի է, ելնելով տարբեր հանգամանքներից եւ այնուամենայնիվ քրեական գործ են հարուցել, դա գցել են շրջանառության մեջ ու մարդիկ դրան հավատում են։ Ես առավել եւս հենց այդ կեղծ տվյալների հիման վրա ավելի եմ հակառակում համոզվում, որ ընդհանրապես կապ չունեն, որ այո, կարող է իրենց այս կամ այն հատուկ ծառայության աշխատակիցը սպան, պաշտոնյան, որոնց հետ կարող է իրենք ծանոթ են, այնտեղ բոլորը իրար ծանոթ են, եկած ասած լինեն, հա, որոշել ես մասնակցես, մասնակցի բան եւ այլն եւ այլն։ Բայց ես չեմ կարծում, եւ ես չեմ կարծում, որ Samvel Կարապետյանը, որի հարցազրույցները լսում եմ, մեկ-մեկ գլուխս բռնում եմ, նույնը Նարեկինը։ Մեկ-մեկ ասում եմ, էս ինչ ասեց, էս ինչ, բայց գիտեք, մյուս կողմից ես չեմ կարծում, որ իրենք անազնիվ մարդիկ են։ Ես իրենց մեջ բավական մեծ ազնվության դոզա եմ տեսնում։ Ես իրենց մեջ մարդկայնություն եմ տեսնում։ Ես կարծում եմ հայ միլիարդատեր օլիգարխներից Samvel Կարապետյանը ամենաբարոյական կերպարն է։ Իրենց մեջ ամենաբարոյական կերպարն է։ Ասենք մոտ 1 տասնյակին հասնող միլիարդատերեր կան, չէ՞, հայ եւ Հայաստանում եւ դրսում եւ այլն եւ այլն։ Ես կարծում եմ դրանց մեջ ինքը ամենաբարոյական, ամենահողի մարդն է։ Որը Նույնը, Մարտիրոսյանը ես չեմ մի րոպե ներողություն ավարտեմ, ես չեմ երազի երբեք, որ իրենք կառավարեն Հայաստանը։ Բայց եթե կողքից պիտի լինի ադրբեջանական կառավարում, մյուս կողքից լինի նախկինների կառավարում, այդ երեքի մեջ այդ ինձ համար ակնհայտ է թե ով է նախընտրելի։ Որը Մարտիրոսյան ես չեմ ուզում դատել, սակայն որպես ճիշտ տեղ հասնենք, ունենք դաղամին 6 րոպե, եթե դուք մի պիտի խոսենք ինչ մասես վերացական, եթե դուք քվեարկության դուպին արչեւի լինեիք, քվեարկեիք ուժեղ Հայաստան ցանգին, քիչ մը վերացական խոսենք։ Որովհետեւ դուք Վերացական շատ կոնկրետ եք խոսում։ շատ մեծ լսարան ունիք եւ շատերը ցեզից երեսազին գեհդեվին։ Դա շատ բարդ հարց է անձամբ ինձ համար։ Ես կուզենայի, որ իմ շրջապատը, եթե էս է ընտրությունը, այո, քվեարկեր Կարապետյանների օգտին, եթե սա է ընտրությունը։ Առաջինը, որովհետև ես բացարձակ չեմ հավատում, որ իրենք ռուսական գործակալներ են, ինչքան էլ որ իրենց միլիարդները Ռուսաստանում սարկած լինեն։ Ես դրան չեմ հավատում։ Երկրորդ հերթին, որովհետև գերագույն չարիքի եւ նրանից հետո եկող չարիքի եւ մնացած չարիքների միջև չարյաց փոքրագույնը դա իրենց ուժն է։ Բացարձակ իմ նախընտրելի ուժը չի։ Այսինքն ես այլ պարագայում ամենևին ես այդ հարցը ինքս ինձ չէի տա։ Բայց ինձ համար մի բան հստակ է, ինչ ունենք եւ ինչի հետ պիտի աշխատվի։ Քվեատուփի արչեւ մարդը վերջը ում օգնի, եթե չքվեարկեն, չգնան քվեարկելու։ Էլի քվեարկում